Երբ որ ուզում ենք խոսել որևիցե աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ, մենք պարտավոր ենք նախ եւ առաջ գնահատել այն իրավիճակը, որը տիրում է աշխարհում։ Ունեցել ենք ձեզ մոտ առիթը խոսելու, որ հին աշխարհակարգը արդեն փլզվել է եւ վերջի հանդիպումն էր, որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների միջև Գրինլանդիայի վերաբերյալ, ցույց տվեց, որ արդեն ՆԱՏՕ-ն դարձել է ավելնորդ մի մեխանիզմ եւ այս իրավիճակների մեջ նոր համակարգը դեռ չի ձևավորվել։ Այսինքն մենք ունենք մի փլզված համակարգ, որը դեռ ամբողջությամբ չի փլվել եւ ունենք մի համակարգ, որը դեռ չի ստեղծվել եւ դեռ հայտնի չի իր դերակատարները ովքեր են։ Բայց մեծամասամբ արդեն հայտնի է, որ հիմնական դերակատարները լինելու են Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Չինաստանը մտահոգություն դարձավ Միացյալ Նահանգների համար դեռևս 2002-3 թվականներից, իսկ գագաթնակետը 2010 թվականն էր, երբ որ Չինաստանի արտադրած էլեկտրաէներգիան հավասարվեց Միացյալ Նահանգների արտադրված էլեկտրաէներգիայի։ Եվ սա նշանակում էր, որ Չինաստանը շատ արագ տեմպերով արդյունաբերության մեջ զարգանում է։ Իսկ այսօր, ընդամենը 15-16 տարի հետո, Չինաստանը արտադրում է ավելի քան 2.5 անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան Միացյալ Նահանգները։ Չինաստանը արտադրում է այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրում են միասին վերցրած Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը, Սաուդի Արաբիան եւ եւս մի քանի այլ երկրների արտադրած էլեկտրաէներգիա։ Այդ իսկ պատճառով դեռևս 2008-9-10 թվականներին Միացյալ Նահանգները նպատակ դրեց եւ ծրագրեր մշակեց, որպեսզի սահմանափակի Չինաստանի արտադրությունը։ Այսօր Չինաստան աշխարհում միակ պետությունն է, որ եթե իր սահմանները փակեք, նկատի ունենալով իր ազգաբնակչության քանակը, ինքը տարեկան 7% կայուն տնտեսական աճ է ապահովելու։ Եթե ապահովի իրեն իր վառելանյութը, նավթը եւ գազը։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները սկսեց ծրագիր մշակել, որ բոլոր այն երկրները, որոնք մատակարարում են նավթ Չինաստանին, պետք է քանդվեն։ Այդ պետություններից են Սիրիան, Լիբիան, Ալժիրը, Եմենը, Վենեսուելան, Իրանը, Սաուդի Արաբիան, Ռուսաստանը եւ եւս մի քանի այլ փոքր պետություններ։ Խնդիրը ամբողջ նրանում է, որ մեծ խաղադաշտի մեջ, երբ որ նայում ենք իրադարձությանը, Իրանի իշխանությունները իրականության մեջ չեն մտահոգում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներին մտահոգում է ընդամենը մի բան, այն նավթը, որը որ Իրանը վաճառում է Չինաստանին, դա աշխատացնում է եւ արագացնում է Չինաստանի զարգացման անիվները։ Եվ դրա համար նա ցանկություն ունի դա հնարավորին չափ դանդաղացնի։ Դա է հիմնական պատճառը, որ Միացյալ Նահանգները փորձում է հարվածներ հասցնել եւ քայքայել Իրանը, ոչ թե Իրանի իշխանությունները քայքայի, այլ Իրանը քայքայի։ Իրանը պետք է քայքայվի այնպես, ինչպես որ Լիբիան էր, այնպես ինչպես որ Եմենն է, այնպես ինչպես որ Իրաքն է, այնպես ինչպես որ Սիրիան է։ Կներեք։ Եվ պետք է մասնատվի։ Սա է խնդիրը։ Եթե չէ, երբևիցե որևիցե արևմտյան պետության վերջի 500 տարվա ընթացքում չի հետաքրքրել ոչ ժողովրդավարությունը, ոչ էլ ժողովուրդների կյանքն ու ապրուստի ձևերը։ Դրանք բոլորը եղել են պատրվակներ այլ պետությունները քանդելու եւ քայքայելու համար։ Նույն պարագան է նաեւ Իրանինը։ Պարզապես Իրանի պարագայում Միացյալ Նահանգները գործ ունի մի պետության հետ, որ ունի 1,670,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն պետություն է, որտեղ որ ունի ռազմավարական խորություն։ Եթե Միացյալ Նահանգները 2002-2003 թվականին պատրաստվում էր հարձակվեր Իրաքի վրա եւ կուտակեց ավելի քան 250,000 զորք
եւ հարձակվեց Իրաքի վրա, Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ Իրանի վրա հարձակվելու համար, խոսքը ցամաքային հարձակման համար է, իրեն պետք է նվազագույնը 1 միլիոն զորք, որպեսզի կարողանա ներթափանցել Իրանի տարածք։ Ցամաքային առումով։ Ուստի այն ամբողջ բեմականացումը, որը ներկա դրությամբ կատարվում է Միացյալ Նահանգներում եւ Միջին Արևելքում, ունի այլ նպատակ։ Ինչ է ուզում Միացյալ Նահանգները։ Նախ եւ առաջ մի բան հստակեցնենք, քանի որ չափից ավելի շատ են խոսում Թրամփի մասին, բայց ով է Թրամփը։ Անձ, որը ղեկավարում է Միացյալ Նահանգները ընդամենը 4 տարվա համար։ Իսկ Միացյալ Նահանգները գերհզոր պետություն է, որը ծրագրեր է իրականացնում 15, 20, 30, 50 տարվա համար։ Ուստի Միացյալ Նահանգներում որևիցե նախագահ, որևիցե լուրջ դերակատարում չունի։ Եվ իրենք ուղղակիորեն իրականացնում են այն ամբողջ ծրագիրը, որը իրենց դիմաց դրված է։ Հիմա Միացյալ Նահանգների էլիտան եւ իրենց ուղեղային կենտրոնները իշխանության են բերել մի մարդու, որը կոչվում է Դոնալդ Թրամփ, որը իր բնավորությամբ բիզնեսմեն է, առևտուրանող է, իսկ առևտուրանողը ռիսկ չի սիրում։ Եվ քանի որ ռիսկ չի սիրում, ինքը իրականացնում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն, իսկ երբ տեսնում է, որ կարող է դրանից ինքը վնասվի, ինքը անմիջապես նահանջում է։ Դրա օրինակները շատ են տեսել։ Հիմա այսպիսի մարդը իր դիմաց դրվել է Իրանի քայքայման ծրագիրը։ Իրանի քայքայման ծրագրի համար իրենք փորձեցին շատ տարբեր ձևեր։ Իրան աշխարհի միակ պետությունն է այսօր, որը ավելի քան 46 տարի, 47 տարի գտնվում է Միացյալ Նահանգների ծանր սանկցիաների տակ եւ իր գոյությունը պահպանել է։ Մի կերպ ճիշտ կարծես Իրանը արդեն իմունիտետ է ձեռք բերել ճնշումների։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կա նաև որ Իրանի քայքայման համար իրենք ունեն մի քանի ծրագիր։ Առաջի ծրագիր իրենց է նաև որ հարվածել Իրանին իր ռազմական ղեկավարությանը եւ կրոնական ղեկավարությանը։ Կրոնական ղեկավարի Խամենեի սպանությունը կարող է ժամանակավորապես վակուում ստեղծի Իրանի վերնախավում։ Եթե Միացյալ Նահանգները սպանի կամ առևանգի կամ ինչ-որ կերպ չեզոքացնի երկրի առաջնորդին, ռազմական վերնախավին եւ մի շարք այլ բարձրաստիճան սպայակազմին, դա կբերի ժամանակավոր քաոսի։ Եվ այս քաոսի ժամանակ իրենք պիտի փորձեն իրենց ներքին եւ դրսից Իրան ներխուժած մարտիկների միջոցով ստեղծել անկայունություն։ Այնպես ինչպես որ մենք տեսանք հունվարի 8-ին եւ 9-ին։ Այդ միջադեպը մեզ մոտ ամբողջությամբ չվերլուծվեց։ Եվ դրա հիմնական պատճառը նա է, որ Հայաստանում մեր լրատվամիջոցները հիմնականում հենված են արևմտյան եւ մասամբ ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությանը, որը տարածվում է։ Իսկ ոչ մեկը եւ ոչ մյուսը անաչառ չեն։ Իսկ Հայաստանում մենք չգիտենք ունենք դեսպանատուն, չունենք դեսպանատուն, դեսպան կա, չկա, ինչ է անում։ Հայաստանում էլ կառավարություն չունենք, որ կարողանա ճիշտ գնահատի իրավիճակը եւ ներկայացնի հանրությանը ու նաեւ Հայաստանի Հանրապետության համար մշակի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ բարձ չդարձավ թե ինչ է տեղի ունեցել։ Շատ լավ եւ շատ մոտիկից իմանալով իրանցիների հոգեբանությունը եւ մտածելակերպը, իմ տպավորությունը հետևյալն էր, որ երբ դեկտեմբերի 27-28-ին սկսեց խաղաղ ցույցերը Իրանում, Իրանի խորքային իշխանությունը, խորքային կառավարությունը
ստեղծեց մի իրավիճակ, որ ամերիկացիները իրենց զինապահեստում ունեցող զենքերը ավելի շուտ անեն կրակեն, քան այն ժամանակ, որ իրենք պատրաստ չեն։ Եվ Իրանի իշխանությունները հրահրեցին, որ ամերիկացիները իրենց ծրագիրները արագացնեն, երբ որ իրենք տարածաշրջանում ոչ մի ռազմական ուժ չունեին։ Թրամփը Միացյալ Նահանգներից գոռում էր, ասում էր՝ դուք կսկսեք, օգնությունը հասնում է։ Օգնություն չհասավ ժողովրդին, բայց ինչ եղավ, տեղի ունեցավ կոտորած։ Այն մարդիկ, ովքեր որ զինյալ խմբավորումները դուրս էին եկել հրապարակ, իրենք հետագայում, ով որ ձերբակալվել էր, բոլորը անխտիր ասում էին, որ իրենց հրաման էր տրված կրակել հասարակ քաղաքացիների վրա, որպեսզի սպանությունների եւ մահվան թվի աճը պատճառ հանդիսանա, որ մնացած ժողովուրդն էլ դուրս գան։ Սա մի մեթոդաբանություն է, որը Միացյալ Նահանգների Քիփթաուն համալսարանում մշակվել էր դեռ տարիներ առաջ, դեռևս 1980-ական թվականներին, եւ մեխանիզմը հետեւյալն էր, որ փոքր ռազմականացված խմբավորում ստեղծի քաոսային իրավիճակ եւ այս փոքր ատամանիվը պետք է ավելի մեծ ատամանիվ աշխատացներ, որը Իրանի պարագայում չստացվեց։ Ուստի Միացյալ Նահանգները ստիպված ելավ անցնել իր փլան B-ն։ Փլան B-ն նա էր, որ հնարավորին չափ չթողնել իր գոյություն ունեցող միջուկները Պարսկաստանում վնասվեն։ Այդ իսկ պատճառով իրենք ակտիվացրեցին Starlink-ը, երբ Իրանը անջատեց ինտերնետ համակարգը։ Բայց այդ պարագայում էլ իրանցիները Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ստացած տեխնիկաների հիման վրա կարողացան տեսնել, թե որտեղ է ակտիվացված ինտերնետը եւ որտեղից են տեղեկատվությունը Իրանից դեպի դուրս գնում։ Եվ արդեն իրենք հունվարի 7-8-9-ին հավաքեցին բոլորին։ Չեմ ասում ամբողջ այդ թիմը, բայց հիմնական մասը ձերբակալվեց։ Անշուշտ հետո պարզվեց, որ նաեւ Ադրբեջանի տարածքից են տեղեկատվություններ տարածվում աշխարհում եւ դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունը Իրան էր ուղարկել մեծ քանակությամբ սիմ-քարտեր եւ մարդիկ իրենց այդ տեղեկատվությունը բերում էին Ադրբեջանի սահմանին մոտ 200 կիլոմետր մինչեւ որ սահմանը, այդտեղից միանում էին Ադրբեջանի հեռախոսային ցանցին, ռոմինգին եւ նյութերը դուրս էին անում դեպի դուրս։ Այս ծրագիրն էլ ձախողվեց Միացյալ Նահանգների։ Ուստի իրենց ինչ է մնում։ Մնում է հիմնականում երկու ճանապարհ։ Պատրվակ բռնելով ժողովրդավարությունը, պատրվակ վերցնելով միջուկային էներգիայի չեզոքացումը, պատրվակ բռնելով Իրանի հրթիռային համակարգերը եւ այլը, ճնշեն Իրանին, որպեսզի Իրանը նստի բանակցության սեղանին եւ Իրանը համաձայնվի, որ հրաժարվում է Չինաստանի հետ համագործակցությունից։ Պարզ է, որ Իրանը չի գնա դրան։ Ուստի ինչ է մնում անել Ամերիկային։ Ամերիկային կմնա անել հիմնականում 2 կամ 3 գործողություն։ Նախ եւ առաջ Միացյալ Նահանգները ցույց է տվել, որ իր ռազմական ուժը նախատեսված է արագ հարվածներ հասցնելու եւ նահանջելու համար։ Եվ կարճաժամկետ կամ երկարաժամկետ պատերազմ է տեղի ունենում, Միացյալ Նահանգները միշտ պարտվել է, միշտ։ Երկրորդ աշխարհամարտից այս կողմ Միացյալ Նահանգները միշտ հաղթում է հոլիվուդյան կինոներում։ Իսկ իրականության մեջ ինքը միշտ պարտվել է։ Սա է խնդիրը։ Ուստի Միացյալ Նահանգները երկարաժամկետ կամ թեկուզ կարճաժամկետ պատերազմի չի կարող գնալ Իրանի հետ։ Այն հոյակապ ճակերտավոր, հոյակապ նավատորմը, որը Միացյալ Նահանգները դրանով հպարտանում է եւ ուղարկել են արդեն Հնդկական օվկիանոս եւ գտնվում է արդեն այն հարձակման հեռավորության վրա Իրանից, որը իրենք կարող են ցանկացած պահի հարձակվեն,
անկեղծ ասած, նայելով ռազմական դիտանկյունից, ուղղակիորեն Միացյալ Նահանգները ձեռ են առնում եւ իրենց եւ աշխարհին։